Կրիմինալ սկանդալ Լոս Անջելեսում Միացյալ Նահանգների հետաքննությունների դաշնային ծառայությունն ու ներքին անվտանգության նախարարությունը համատեղ գործողություն են իրականացրել հայկական մի քանի հանցավոր խմբավորումների մեկուսացման ու դրանց անդամների ձերբակալության նպատակով։ Ըստ իրավապահների տեղեկությունների այդ հայերը մեքենայությունների միջոցով ավելի քան $100 միլիոն են սեփականացրել։ Թեմայի շուրջ կզրուցենք Արտյոմ Երկանյանի հետ։ Արտյոմ, ովքեր են ու կոնկրետ ինչ մեղադրանքներ են առաջադրվել։ Այս վերջի երկու շաբաթվա ընթացքում մի քանի այդպիսի հանցավոր խումբ է մեկուսացվել, ձերբակալվել են անդամները Գլենդելում, Հոլիվուդում, Բրբանկում եւ հայաբնակ մյուս Լոս Անջելեսի արվարձաններում։ Fox News-ը երեք մի տեսանյութ է տարածել, որում պատկերված է, թե ինչպես են ձերբակալվում այդ հանցավոր խմբերից մեկի պարագլուխին։ Ընդհանուր առմամբ այդ խմբի 14 անդամներ են ձերբակալվել եւ մեղադրվում են նրանք ավելի քան $47 միլիոն սեփականացնելու մեջ մեքենայությունների միջոցով, նաեւ մեղադրվում են առևանգումների մեջ, տարբեր ֆինանսական մեքենայությունների մեջ եւ հիմնականում փողերը, որոնք իրենք սեփականացրել են, պետության կողմից պանդեմիայի տուժած մարդկանց օգնության ձևով էր տրամադրված, հենց այդ փողերն էլ փորձել են եւ կարողացել են սեփականացնել։ Fox News-ը տարածում է այդ տեսանյութը, որտեղ երևում է, թե ինչպես է այդ հանցավոր խմբի ղեկավար Վահե Մարգարյանը հանձնվում։ Մինչև ատամները զինված հատուկ ջոկատայինները օդ կրակելով նրան ուրեմն մեկուսացրել են, նա հանձնվել է եւ Fox News-ը ներկայացնում է Մարգարյանին որպես այդ հանցավոր խմբի գլխավոր ուղեղ։ Բոլոր այդ խմբի անդամները հայկական ազգանուններ ունեն՝ Սարգսյան, Բեժանյան, Այձինյան, Մուսայելյան, Հովանեսյան, նաև երկու կին կա նրանց թվում։ Այդ 14-ից 13-ը արդեն Միացյալ Նահանգների քաղաքացիություն ստացած նախկին հայաստանցիներ են, մեկը դեռևս Հայաստանի քաղաքացի եւ ամենայն հավանականությամբ դեպորտացիայի կընթարկվի։ Դրանից մի քանի օր առաջ կամ մի քանի շաբաթ առաջ, ամենայն դեպս մայիսի ընթացքում է այդ տեղի ունեցել, եւս մի քանի հայկական հանցավոր խմբերի անդամներ են ձերբակալվել հարավային Կալիֆոռնիայում, Լոս Անջելեսի հարավարցան քաղաքներում։ Մասնավորապես մայիսի 21-ին իրականացվել է մի օպերացիա, որը Դաշնային հետաքննության ծառայությունը անվանել էր «Ընթրիքը պատրաստ է»։ Այդ գործողության շրջանակներում երկու հայկական խմբեր են ձերբակալվել, որոնք նույնպես մեղադրվում էին ռեքետում, մարդկանց առևանգելու մեջ եւ Կալիֆոռնիայի գլխավոր դատախազը հայտարարել է, որ այդ խմբի անդամները ահաբեկում էին Կալիֆոռնիայի հայ համայնքի անդամներին, այսինքն զոհերը հիմնականում հայրենակիցներ են եղել։ Խմբերից մեկի ղեկավարը Նարեկ Բեզինյան անունով նախկին իրանացի է, այժմ Միացյալ Նահանգների քաղաքացի, մյուսը Հայաստանում ծնված այժմ Միացյալ Նահանգների քաղաքացի Ռոբերտ Ամիրյանն է։ Այդ երկու խմբերի անդամներն էլ մեղադրվում են ավելի քան $83 միլիոն սեփականացնելու մեջ։ Ընդ որում շատ յուրահատուկ ձևով Ամազոնից այլ անձանց անունով ապրանք էին գնում, թանկարժեք ապրանքներ, հասցնվում էին դրանք պահեստ Լոս Անջելեսում, այնուհետ վերավաճառում էին։ Ահա այդպես ավելի քան $83 միլիոն են գողացել։ Այսպիսով վերջին երկու շաբաթվա ընթացքում հայկական այդ խմբավորումների անդամները գողացել են տարբեր անձանցից եւ պետությունից ավելի քան $130 միլիոն։ Իսկ հայերի շրջանում հանցավորության դեպքերը տարածված երևույթ են Լոս Անջելեսում։ Տնտեսական, ֆինանսական հանցավորությունը ցավոք Կալիֆոռնիայի հարավում հայերի շրջանում տարածված է, բայց վերջին տասնամյակների ընթացքում վերջին ամենահնչեղ գործը, որը հիշում եմ, 2011 թվականին է եղել, երբ ձերբակալվել եւ ըստ էության ոչնչացվել էր ազդեցիկ մի խմբավորում, որը հնչեղ անուն ուներ Armenian Power, հայկական իշխանություն։ Այդ խմբավորման ավելի քան 90 անդամներ
ընկերություններ իր վերջո ամբաստանյալի աթոռին հայտնվեցին եւ տարբեր ժամկետների ազատազրկման դատապարտվեցին, մինչեւ ընդհուպ 18 տարվա ազատազրկման դատապարտվեց այդ խմբավորման պարագլուխ Մհեր Դարփինյանը եւ ամբողջ խումբը մեղադրվում էր մոտ $20 միլիոն գողանալու մեջ։ Նույն այդ 2011 թվականին մեկ այլ հնչեղ գործ էր հետաքննվում, որի շրջանակներում ամբաստանյալի աթոռին էր հայտնվել հայտնի գործիչ Արմեն Ղազարյանը, 70 նրա, այսինքն նույն գործով անցնող 70 անձինք մեղադրվում էին մոտ $35 միլիոն գողանալու մեջ։ Այդ ամենը իրականություն է, իսկապես ֆինանսական եւ տնտեսական հանցավորությունը ժամանակ առ ժամանակ այսպես նկատվում է նաեւ հայկական հայ համայնքի շրջանում։ Արդյոք իսկ արդյոք տեղի ունեցածը կարող է օգտագործվել Միացյալ Նահանգներում հայերին վարկաբեկելու նպատակով։ Հենց դա են այժմ փորձում անել թուրքական եւ ադրբեջանական լոբիստները։ Համենայն դեպս ադրբեջանական մամուլը ակտիվ գրում է, թե ողջ խնդիրները Կալիֆոռնիայում հայերից են, հայերը հանցավոր են, հանցագործ են եւ այլն։ Մինչդեռ փաստերը եւ ստատիստիկան թույլ է տալիս վստահորեն ասել, որ հայկական հանցավոր խմբերը շատ եւ շատ ավելի քիչ գլխացավանք են պատճառում իրավապահներին, քան այլ էթնիկ խմբավորումները։ Համեմատելու չի աֆրոամերիկացիների, լատինամերիկացիների, չինացիների հանցավոր խմբերի ուրեմն կատարվող հանցագործությունների հետ։ Եվ բավական է նշել հենց այն, ինչ ես արդեն ասացի, վերջին այսպես մեծ դեպքը, երբ խոշոր հանցավոր հայկական խումբ էր հայտնաբերվել 14 տարի առաջ էր։ Դա եւս վկայում է այն մասին, որ այդքան էլ լուրջ խնդիր չէ եւ այսպես արհեստական ուրճացնելը այս խնդրի կարծում եմ հեռանկարային չէ եւ անիմաստ է։ Եվ իսկ գլխավորը այն է, որ հայկական հանցավոր խմբերը զբաղվում են հիմնականում ֆինանսական եւ տնտեսական հանցագործություններով եւ ձգտում են հեռու մնալ այսպես բանդիտիզմից եւ մարդասպանությունից կամ այսպես այլ տեսակի վտանգավոր ավելի վտանգավոր հանցագործություններից եւ նույնպես կարծում եմ այսպես խոսուն փաստ է այն, որ Գլենդելը, որը Միացյալ Նահանգների ամենահայաբնակ քաղաքն է համարվում, արդեն մի քանի տասնամյակ է, ինչ համարվում է կրիմինալի տեսակետից ամենաանվտանգ քաղաքներից մեկը Միացյալ Նահանգներում։ Շնորհակալություն, Արծու։